1946 թվականին Լիբանանից, Բուլղարիայից, Իրանից, Ռումինիայից և Հունաստանից խորհրդային Հայաստանն ընդունեց 50,918 հայրենադարձի։ Իրանից հայրենադարձվածներից էր նաև այսօրվա հաղորդման հերոսը։ Նա հայրենիք էր եկել խանդավառված, մեծ երազանքներով։ Առաջին տարիներին որքան էլ դժվար եղավ նրա և իր ընտանիքի համար, որքան էլ խորթ էին նրա համար երկրում տիրող բարքերն ու մարդկային փոխհարաբերությունները, այնքան մեծ էր ոգևորությունը, որ չընկրկեց փորձությունների առջև, այլ համեստ մշակի պես գնաց իր նպատակի հետևից և հաղթեց։ Այդ հաղթանակի արդյունքը այն համաժողովրդական սերն էր ու հիացումը, որ մինչև հիմա ուղեկցում է մեզնից հեռացած տաղանդավոր երգչին։ Նա հայրենիք էր բերել հայ ազգի մոռացված կամ անհայտ մասունքներ, որոնք պետք է հարստացնեին հայ երգային ժառանգությունը և մարդկանց նվիրեին նոր հրաշալի երգեր։ Նա մինչև կյանքի վերջը հավատարիմ մնաց իր առաքելությանը, իր գեղեցիկ խաղաղ ձայնով ոչ միայն բարձրացրեց հայ երգը, այլև շարունակեց մեկիկ հավաքել, զննել, մշակել ու իր ժողովրդին ներկայացնել մոռացված հին երգեր։ Ցավոք նրա ձայնն այսօր ծանոթ է միայն միջին և ավագ սերնդի մարդկանց, որոնք լավ են հիշում այս պայծառ երգչին և նրա համերգները։ Ուրեմն, սա լավ առիթ է մեր երիտասարդների համար ծանոթանալ նրա երգացանկին և կյանքի ուսանելի դրվագներին։ Մենք մեր հաղորդումներում անդրադարձել ենք նրա կյանքին և գործունեությանը, բայց կարծում եմ արժե մեկ անգամ ևս հիշել այդ անմոռանալի արտիստին և մեր այսօրվա հաղորդումը խորագրել հենց այդպես՝ անմոռանալի Հովհաննես Բադալյանը։ Ուրախությամբ նշեմ, որ հաղորդման հյուրն է մեր սիրելի Ռուբեն Մաթևոսյանը, Հովհաննես Բադալյանի վաղեմի բարեկամն ու արվեստակից ընկերը։ Ռուբեն Մաթևոսյանն ասում է, որ 40 տարիներից ավել եղել են ընկերներ, եղբայրներ։ Նա մեզ այսօր կօգնի ավելի ամբողջական գույներով ներկայացնել Բադալյանի կերպարը և նրա թողած անգնահատելի հետքը մեր երգային մշակույթում։ Տեսնողի առաջին մերն է
տեսնողի առաջին լերն է։ Հայտնի է, որ Արամ Մերանգուլյանը կատարել է Սայաթ Նովայի և այլ աշխուղների երգերի բազմաթիվ մշակումներ և գործիքավորումներ։ Գրել է նաև մի երգ, որը հայտնի է Սայաթ Նովա ֆիլմի այն տեսարանից, երբ Սայաթ Նովայի հետ մրցում է օտարազգի աշխուղը։ Այս երգը հրաշալի էր կատարում Հովհաննես Բադալյանը։ Այնքան հանգիստ էր երգում, այնքան զգացմունքային, որ ասես լեռներից խաղաղ իջնող աղբյուր լիներ նրա ձայնը, որ անխոչնդոտ գնում է իր ճանապարհով։ Ոչ մի արժեքավոր երևույթ անհող տեղը չի ծնվում, ամեն նվաճում ունենում է իր ակունքը, պատճառը, սկիզբը։ Հովհաննես Բադալյանը երգել է տակավին մանուկ հասակից։ Ծնողներն ու ավագ եղբայրները երգում էին և ինչպես ինքն է պատմել, շատ գեղեցիկ ձայն ունեին։ Հայրենադարձությանը նախորդած տարիներն էլ անպտուղ չեն եղել։ Նա Իրանում մի ամբողջ մշակութային հաստատություն էր ստեղծել, որը կոչվում էր Հայ երիտասարդական մշակութային միություն։ Երգել է նաև Ռուբեն Գրիգորյանի և Նիկոլ Գալանտերյանի երգչախմբերում, ինչը նրան մեծ ճանաչում է բերում Իրանում։ Դա նշանակում է, որ նա հայրենիք էր եկել որպես արդեն կազմավորված, իր տեղն ու անելիքը գիտակցող մտավորական։
Գիտեք ինչն է ինձ շատ տպավորել։ Մի առիթով Ռուբեն Մաթևոսյանը Հովհաննես Բադալյանին բնորոշել է որպես քչախոս մարդ։ Գիտեք, կան արվեստագետներ, որոնք մի չնչին շնորհք ունեն, բայց այնքան շատ են խոսում, աղմկում, որ մտածում ես երբ է ավարտվելու նրա հետ շփվելու այս փորձությունը կամ փորձանքը։ Բայց պարզվում է, եղել են իսկապես շնորհաշատ, տաղանդավոր մարդիկ, որոնք գնահատել են խոսքի արժեքը, խոսել են այն ժամանակ, երբ պետք է, իսկ ավելի շատ գործել են։ Հովհաննես Բադալյանի գործը հայ ժողովրդական երգի գանձերը մեզ նվիրելն էր։ Դրանից հետո իսկական արվեստագետի համար բոլոր խոսքերն ունայն են եւ ավելորդ։ Ում հայտնի չէ Զարթիր Լաո երգը։ Հեղինակը կույր Աշուխ Ֆահրատն էր, հետագայում երգը փոփոխություններ է կրում եւ արդեն ընկալվում որպես ժողովրդական երգ։ Սա այն զարմանալի օրորոցայինն է, որը մանկանը ոչ թե քնելու, այլ արթնանալու կոչ է անում։ Երգը վաղուց դարձել է սիրված մարտակոչ, ոգու վերազարթման հրավեր եւ հետաքրքիր է, որ այս անսովոր օրորոցայինը հնչում է ոչ թե կնոջ մոր, այլ հատկապես տղամարդ երգիչների շուրթերից։ Բոլորս գիտենք Ռուբեն Մաթևոսյանի անզուգական կատարումը, բայց Հովհաննես Բադալյանն էլ երգը յուրովի էր մատուցում։ Մի բարեկիրթ ազնվական երանգ կար նրա կատարման մեջ։ Այժմ այն լսենք երիտասարդ երգչի ընկալմամբ։ Պաշարե, մորում անգան ձեր գույն կապե,
Ժանասկար զորքեր ժողեր մորում անկանցեր բույն կատեր Թկակի կասր են մազի զարդիլա օգարնին կզի Մկակի կասր են մազի զարդիլա օգարնին կզի Անիծեմ շունասքարի, որս բամես ջոչ ապոյի Ինչ անիծեմ շունասքարի, որս բամես ջոչ ապոյի Մրհույս թողեց խրորորոցի, զարդիլա օգարնին կզի Մրհույս թողեց խրորորոցի, զարդիլա օգարնին կզի Սուլթան համիր զորքեր ժողեց, եկավ նշովեր տպատեց Սուլթան համիր զորքեր ժողեց, եկավ նշովեր տպատեց Սուլթան կուզե ջնջել մազի, զարդիլա օգարնին կզի Սուլթան կուզե ջնջել մազի, զարդիլա օգարնին կզի Այս գեղեցիկ երգի խոսքերի հեղինակը 19-րդ դարի գրող մանկավարժ հանրային գործիչ Հովհաննես Թլկատինցինն է։ Այս երգը լավագույնս կատարել է ինքը Հովհաննես Բադալյանը։ Լավ է, որ ունկնդիրները մեր օրերում հնարավորություն ունեն ոչ միայն մեր հաղորդումներում, այլև համացանցում գտնել եւ լսել հայ երգի վարպետների երգերը։ Համոզված եմ, որ այս հաղորդումից հետո օրինակ այս երգի սիրահարները անպայման մուտք կգործեն համապատասխան հարթակները ու պարբերաբար կլսեն այս հրաշալի երգերը Հովհաննես Բադալյանի երգացանկի երգերը։ Սիրտս կթարի ջաղջին քարին պես մարմիս կթախրի ջաղջիանին պես երբ պիտի լուսնա Գիշերն դարի պես տեսնեի նրան խաչի լուսնին պես երբ պիտի լուսնա գիշերն դարի պես տեսնեի նրան խաչի լուսնին պես Տեսնեմ կասեի ձեռքիս վարդը կա Վարդն է որ չառնել ոսկի խնձորն խնձորն երբ չառնել մազս քաշեն տա
Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ մայստրո Ռուբեն Մաթևոսյանը։ Շնորհակալ եմ։ Վարպետ, ձեր եւ Հովհաննես Բադալյանի մարդկային ստեղծագործական մտերմությունը ինքնին մի ամբողջ պատմություն է։ Ինչպես կբնորոշեիք այդ ընկերությունը։ Երևի թե երկնային պարգև է եղել բարեկամություն անելը։ Ինչու, որովհետև զարմանալի երևույթ էր մեր ընկերությունը։ Ինչ առումով, երկուս էլ միևնույն նվագախմբի մեներքիչներն էինք, երկուս էլ տենոր, երկուսին էլ ժողովուրդ հավասարապես սիրում էր, բայց մեր Անգուլյանը այնպիսի ղեկավար էր, որ նա իմ մուտքից հետո, երբ եկա անսամբլ, նա ոչ թե պարտադրեց, ստեղծեց միջավայր հավասարը հավասարի իրավունքով հասկացողությամբ։ Սա շատ կարևոր քայլ էր մեր Անգուլյանի կողմից։ Մեկս մյուսի հաջողություններով ուրախացող, երջանկացող, մեկս մյուսին օգնող, առհասարակ մեր մոտ, թե Օֆելյան, թե Հովհաննեսը, թե Ռուբեն Մաթևոսյանը, նրանք եղել են հարազատներ, ոնց որ մի ընտանիքի անդամ, մի գործի համար նվիրված անձնավորություններ, երբ միասին կանգնում էին կողք կողքի, ես հիշում եմ, երբ հորովել մենք երգում էինք Երևանում եւ ներկա էր Պարուր Սևակը, փոխանակ լսեր արտասվում էր։ Երևույթից էր արտասվում, ասում էր, ես կյանքում չեմ տեսել, որ բեմում ելույթ ունենան մրցակցություն չլինի, կա ամբողջականություն, հնչողության, որը նաև ընդգծելի է բնավորությամբ։ Նա եղել է հայ ժողովրդական երաժշտության, հնչողության, երգչական վարպետության խորհրդանիշերից մեկը։ Ինչու, որովհետև Հովհաննեսը ոչ մի երգ հենց այնպես չի երգել։ Շատ բան կարելի է նրա անունը դրվատելիս բարձրաձայնել, բայց ես կսահմանափակվեմ մի արտահայտությամբ։ Թող հավերժի Հովհաննես Բադալյանի հանդեպ հարգանքը, որովհետև նա եղել է ոչ թե պարզ երգիչ, երգել է գուսարական երգ, երգել է ժողովրդական երգ, կոմպոզիտորական երգեր, հարյուրավոր երգեր է երգել, բայց նրա համար ամենաշատ հնչող, ամենասիրելի կոմպոզիտորները մնացին Գալանտերյանը եւ Խաչատուր Ավետիսյանը։ Յուրաքանչյուր երգ երգելուց մտածում էր այնպես երգեմ, որ այս երգը հավերժ հնչի, եւ այդպես էլ եղավ։ Նրա երգած բոլոր երգերը այսօր լսելի են։ Վարպետ, բազմաթիվ հարցեր ունեի ձեզ տալու, բայց այնպես խոսեցիք ձեր ընկերոջ մասին, որ ուղղակի այլևս չեմ ուզում հարց տալ։ Շնորհակալ եմ։ Շատ ամբողջական խոսեցիք։ Քիչ հետո նորից կվերադառնանք եթերում երգերքոցն է։ Բանաստեղծ Աշոտ Գրաշու եւ հանճարեղ Արամ Խաչատրյանի ստեղծած այս երգը նույնպես անվանի երգչի երգացանկում էր։ Այս երգի հիման վրա էին ժամանակին կառուցվել Գայանե բալետի առաջին գործողության սկիզբը եւ վերջին պատկերը։ Երգը սիրվել է եւ Հայաստանում եւ հայկական Սփյուռքում եւ մինչ այսօր այն Երևանին ձոնված լավագույն երգերից մեկն է առհասարակ։ Երգը սիրել է նաև Հովհաննես Բադալյանը եւ դատելով պահպանված ձայնագրությունից կարելի է եզրակացնել, որ այս երգն էլ սիրել է Հովհաննես Բադալյանին։ Yerevan
Բարեկամներ, շարունակում ենք հայ երգի մեծ վարպետ Հովհաննես Բադալյանին նվիրված հաղորդումը, որ խորագրել ենք անմոռանալի Հովհաննես Բադալյանը։ Հովհաննես Բադալյանի երգացանկը ընդգրկուն էր ժողովրդական, մարտական, էստրադային երգերից մինչև հայ դասականներ, Մակար Եկմալյան, Կոմիտաս, Ռոմանոս Մելիքյանի եւ հատկապես Նիկոլ Գալանտերյանի ռոմանսներն ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Իսկ աշուղական բարձրակարգ երգը նրա առանձին սերն էր, ինչպես օրինակ Շահենի այս ստեղծագործությունը։ Գրեցին օրնով
ծաղկած պուրակներ բոլոր հասկացի մահս մնացի մոլոր կյանքի ժպտացի անցագնացի կյանքի ժպտացի անցագնացի և ինչ ես դու կյանք կարոտով երան ապտակը դուժմին բարիքը դուրած մտքերըդ խորը մարդիկ քեզ անհաս քեզնից կարոտով անցագնացի մտքերըդ խորը մարդիկ քեզ անհաս քեզնից կարոտով անցագնացի Հայրենիք գալով Հովհաննես Բադալյանը սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև ընդունվում Հայաստանի ռադիոյի ժողովրդիկների անսամբլ որպես մենակատար։ Ստալինյան տարիներին իշխանությունը անվստահությամբ էր վերաբերվում հայրենադարձներին։ Իդեմս նրանց տեսնում էր այլ քաղաքակրթության կրողների և քարոզիչների։ Այդ վերաբերմունքը չի շրջանցում նաև Բադալյանին։ Նրան հեռացնում են ռադիոյից։ Եվ ահա ճակատագիրը նրան բերում է Թաթուլ Ալթունյանի մոտ, որը բարձր է գնահատում երիտասարդ երգչի յուրահատուկ ձայնը, խորը զգացմունքայնությունը և առնում է նրան իր հոգացության տակ։ Երկրում սկսված քաղաքական ձնհալից հետո նորից վերադառնում է ռադիո և մինչև կյանքի վերջը աշխատում Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդիկների անսամբլում։ Ասում են անասելի, անպատկերացնելի բարությամբ էր օժտված այս մարդը։ Գրեթե այլ մոլորակային էր իր անսահման ներողամտությամբ ու մեծահոգությամբ։ Կարող էր իր մեքենայի անիվները գողանալու փորձ անողներին ոչ թե պատժել, այլ փնտրել նրանց, գիտեք ինչի համար, որ վերադառնան եւ իրոք գողանան անիվները։ Եվ գիտեք ինչու, որպեսզի ուրիշների մեքենաները չկողոպտեն։ Այդպիսին էր այս զարմանահրաշ մարդը Հովհաննես Բադալյանը։ Եվս մի երգ նա երգացանկից հեղինակ Աշուխ Աշոտ։
Հովհաննես Բադալյանը մի առիթով ասել է, որ ուզում է հայ երիտասարդները լինեն առողջ, ամուր պահեն իրենց անկախությունը եւ ազգային սովորությունները։ Այսինքն լինեն առողջ եւ ազատ պահպանելով իրենց ինքնությունը։ Հովհաննես Բադալյանի հայրենասիրությունը ճառ չէր, դատարկ հնչյուն չէր, այլ ամենօրյա աշխատանք, շնչելու օդ, գործ, երգ, համերգ, հանդիսատեսի երախտապարտ ծափահարություններ։ Նա երբեք անգամ ամենածանր պահերին, երբ իրեն հեռացրել էին աշխատանքից, չի չարացել եւ մտքով անգամ չի անցկացրել թողնել ու հեռանալ հայրենիքից։ Ախր ինքը տեղով մի հայրենիք էր, ինչպես կարող էր հայրենիքը հեռանալ հայրենիքից։ Լսենք Սայաթ-Նովա Հովհաննես Բադալյանի երգացանկից։ Հեյվանդ կուզետ հազատ ընկիրան Հեյվանդ կուզետ հազատ ընկիրան Հեյվանդ կուզետ հազատ ընկիրան Հեյվանդ կուզետ հազատ ընկիրան Հեյվանդ կուզետ Բարեկամներ, ես որպես դերասան նրա տեսագրությունները դիտելիս կարող եմ ասել, որ Հովհաննես Բադալյանը ապշեցնում է իր բեմական պահվածքով։ Ոչ մի անհարկի խաղ, հանդիսատեսին դուր գալու ոչ մի ճիգ, նա բեմում է ինչ որ կա կյանքում։ Կիրթ, կոկիկ, հավաքված, մեղմ ու բնական շարժումներով։ Այդպիսին է նաև նրա ձայնը եւ ընդհանրապես ինքը որպես արտիստ։ Դա հավանաբար գալիս է նրա ներքին ազնվությունից, մարդկանց հարգելու եւ իր անձը երբեք ի ցույց չդնելու հատկանիշից։
Լսենք Աշուղ Աշոտի այս երգը Հովհաննես Բադալյանի երգացանկից։
կանաչում են օր ու գիշեր նրա ման եկած տեղերը կանաչում են օր ու գիշեր կանաչներից աղբյուր բախում կարկաչում են օր ու գիշեր ինքը հերվում սերը քեզ հետ ախ նա գնաց գալը ուր է ինքը հերվում սերը քեզ հետ ախ նա գնաց գալը ուր է Հովհաննես Բադալյանի մեծագույն երախտիկներից է նաև հրաշալի երգիչների մի ամբողջ սերնդի կրթելն ու դաստիարակելը։ Նրա աշակերտներից են այնպիսի վառ անուններ, ինչպիսիք են Ռաֆի Հովհաննիսյանը, Ռիմա Սարիբեկյանը, Պապին Պողոսյանը, Մրոն Արսեն Գրիգորյանը, Համլետ Գևորգյանը և ուրիշ անուններ։ Դեռևս 1967 թվականին ռադիոկոմիտեին կից ստեղծել էր ստուդիա, ընդ որում լրիվ անվճար։ Ամեն օր ժամը 1-ից աշխատում էր երեխաների հետ։ Գալիս էին հարյուրավոր երիտասարդներ քաղաքներից, գյուղերից, ստեղծել էր մի զարմանահրաշ դպրոց, իր շուրջը հավաքելով երիտասարդ շնորհալի ձայների։ Իսկ դա նշանակում է, որ Հովհաննես Բադալյանի ցանած սերմերը դեռ որքան գեղեցիկ պտուղներ են տալու։ Հովհաննես Բադալյանն այնքան մտերիմ էր կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հետ, որ հաճախ էին իրենց տներում հյուրընկալում միմյանց։ Երկու տաղանդավոր մարդկանց հրաշալի բարեկամություն էր դա։ Այս երգը ծնվել է Գեգամ Սարյանի բանաստեղծության հիման վրա, եւ այն կենդանություն է առել Հովհաննես Բադալյանի անզուգական երգեցողության շնորհիվ։ Քեզ փաթ
Խորհրդային տարիներին այս երգով էր սկսվում եւ ավարտվում հայկական հեռուստատեսության հաղորդումները։ Հանճարեղ Չարենցի հանրահայտ բանաստեղծությունը երգ էր դարձրել Աշոտ Սաթյանը, բայց երգը պահանջում է նույնչափ շնորհաշատ կատարողին։ Վիլյամ Սարոյանը Չարենցի այս բանաստեղծությունը հայ ժողովրդի աղոթք է համարել եւ միշտ փնտրել հենց Բադալյանի կատարումը։ Բարեկամներ, Հովհաննես Բադալյանը կյանքին հրաժեշտ տվեց 2001 թվականին եւ գնաց միանալու հայ մեծերին։ Հրաժեշտի արարողության օրը բնութագրելով Հովհաննես Բադալյանին, Օֆելիա Համբարձումյանն ասել է. «Մահը մեզնից հեռացրեց մեր սիրելի, բարի, կամեցող,
հայկական ժողովրդական, գուսանական, ազգագրական երգերի ամենամեծ պրոպագանդիստին, այդպիսի մեծ երգչին կորցնելը մեծ կորուստ է։ Ես կարծում եմ, որ այսօր սգում է ամբողջ հայ ժողովուրդը, որովհետև կորցրել է հիանալի մարդու, հիանալի արվեստագետի։ Իսկ ականավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը Հովհաննես Բադալյանի կորուստը համարեց իբրև իր անձնական կորուստ եւ մեծ վիշտ։ Հովիկը տաղանդավոր, օրինավոր, խելոք մարդ էր, սիրված ամբողջ ժողովրդի կողմից։ Նրա մահը համաժողովրդական ափսոսանք է, բայց ոչ ողբերգություն։ Պիտի հպարտանալ, որ ունեցել ենք ու դարձյալ ունենք Հովհաննես Բադալյան մյուս մեծերի հետ միասին։ Իսկ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն ահա թե ինչ է ասել։ Կան ժողովրդական կոչումներ, որ մարդիկ ստանում են բոլորովին առնչություն չունենալով ժողովրդի հետ։ Այս դեպքում կրկնակի ժողովրդական էր մեր սիրելի Հովհաննես Բադալյանը, ձուլված նրա կյանքին, ուրախություններին, տխրություններին, վերելքներին, դժվարություններին, մի խոսքով անհուն ցավ է Հովհաննես Բադալյանին կորցնելը։ Բարեկամներ, այսօր ոչ թե ցավի, այլ պայծառ ու լուսավոր ապրումների օր է։ Իհարկե, ամեն մեծ արժեքի կորուստը ցավ է, բայց նաև պարտավորեցնող պատգամ է, որ մենք երբեք չենք կորցնի արժեքավոր անարժեքից զատելու ունակությունը։ Երբեք չենք կորցնի Հովհաննես Բադալյանի երգարվեստը ընկալելու եւ գնահատելու կարողությունը։ Այնպես որ այս էլ որերորդ անգամ հայ մշակույթի իսկական աստղերը ոչ պարտադրեցին, այլ հուշեցին մեզ լինել իմաստուն եւ արվեստասեր, ինչպես ինքն էր հայ երգի մեծ վարպետ անմոռանալի Հովհաննես Բադալյանը։ Կհանդիպենք։